Տեսադաշտն Ֆորտունա հեռուստաընկերության եթերում բարև ձեզ։ Այսօր իմ տեսադաշտում Վանաձորի քաղաքապետն է։ Պարոն Դարփինյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում ենք ձեզ մեր տաղավարում, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ իհարկե շնորհակալ հրավերի համար եւ սիրով կուզեի, որ ձեր հեռուստաընկերությունում նույնպես հեռուստաեթեր տանենք եւ մեր քաղաքացիների հետ անկեղծորեն մի քանի հարցերի շուրջ խոսենք։ Պարոն Դարփինյան, քաղաքի խնդիրները իհարկե շատ են, աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են, տեսանելի են, անելիքներ եւս կան։ Այնուամենայնիվ այսօր նույնպես այդ խնդիրներից ենք խոսելու, որպես համայնքի ղեկավար եւ որպես Վանաձորցի քաղաքի գլխավոր խնդիրը որն եք համարում։ Ցավոք սրտի այսօր քաղաքի գլխավոր խնդրից չենք կարողանում որևէ մաս կատարել, դա մեր հիմնական 84 շենքերի ամրացման խնդիրն է, որը դեռ գումարներ շատ է պահանջում, բայց դեռևս գումարներ չենք կարողացել հայթայթենք, որպեսզի շենքերի ամրացման աշխատանքներն սկսենք, բայց յուրախություն մեզ բոլորիս թույլ տվեցին երրորդ կարգի վթարային շենքերի ներքին սահմանում գտնվող շենքերի գոնե տանիքների, շքամուտքերի եւ այլ խնդիրներ լուծել, որպեսզի շենքը ավելի շատ շարքից դուրս չգա եւ չհայտնվի երրորդ կարգի վերին սահմանագծում։ Սա նույնպես ձեռք բերում էր, մենք խոսեցինք տարածքային նախարարի հետ, որը նաեւ համաձայնություն տվեց, որ կթույլատրի այդ շենքերի տանիքները եւ մասամբ ամրացման խնդիրներ լուծել, որպեսզի շենքում հնարավոր լինի բնակիչները ապրեն։ Բայց դրա հետ զուգահեռ, պարոն Դարփինյան, բավականին աշխատանք տարվեց եւ տարուն երկրորդ թաղամասում երկու շենքեր արդեն շահագործման հանձնվեցին, այսինքն ամեն ինչ արվել է։ Չէ, դրանք վթարային շենքերի հետ կապ չունեին, նրանք անավարտ շենքերն էին, որը ավարտին հասցրեց եւ 32 բնակարաններ ոչ երկրաշարժի հետևանքով մնացած քաղաքացիներին ապահովեցին։ Տնակային ավանների այդ բնակիչներին աջակցելու ծրագրեր։ Նրանք բոլորն էլ տնակային ավանների բնակիչներ էին։ Վերջին 3 տարիների ընթացքում արդահասարակական կազմակերպության, Fuller տնաշինական հասարակական կազմակերպության, Վանաձորի քաղաքապետարանի եւ գերմանական մի կազմակերպության հետ մենք 80 բնակարաններ են կառուցել եւ հանձնել մեր քաղաքացիներին։ Հիմա քանի քաղաքացի է մնացել տնակային ավաններ։ Տնակային ավաններում դեռևս բավականաչափ մեծ քանակություն է մարդկային, որոնք պետք է բնակարաններով կամ վարձակալությամբ կամ նորից նույն կարգով իհարկե մենք բարեգործական հասարակական ընկերության հետ 90 բնակարանների պայմանագիր ունեինք, որից մինչև այսօր դեռ 48-ն է կառուցված։ Մենք ուրեմն ես պետք է մեկնեմ Ամերիկա նորից տնօրինության հետ, նաև ինչպես գիտենք Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում գործում է Լոռու Մարս բարեգործական հիմնադրամը, որի միջոցները նույնպես ծառայելու են Վանաձոր քաղաքի եւ Լոռու մարզի մնացած բնակավայրերի խնդիրների լուծման համար։ Պարզապես ընտրություններից հետո պետք է գնամ այնտեղ քաղաքականությունը վերանայենք եւ սկսվի շենքեր շինություններ կառուցելը։ Պարոն Դարփինյան, ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ձեր բոլոր աշխատանքային խորհրդակցությունները սկսում եւ ավարտում եք աղբահանության թեմայով եւ այնուամենայնիվ խնդիրը չի գոհացնում ձեզ, հա, քաղաքի մակրության վիճակը։ Գիտեք ինչ, ճիշտն ասած, դա զուտ տեխնիկական խնդիր չէ, այստեղ բավականին լուրջ գործունեություն ունենք ժողովրդի հետ աշխատելու, գիտեք ինչ, քաղաքապետարանը, նրա կոմունալ բաժինը եւ աղբահանող ձեռնարկությունները բավական չեն աղբահանությունը որակյալ կազմակերպելու համար։ Այստեղ մեծ խնդիր ունենք ժողովրդին ճիշտ աղբահանություն կազմակերպելը սովորեցնելու, որովհետեւ մեր քաղաքացիները շատ հաճախ մոտենում են աղբարկղին եւ 1-2 քայլ անելու փոխարեն շպրտում, որը աղբարկղի մեջ չի ընկնում։ Եվ նաեւ թափառող կենդանիները դրանք շաղ են տալիս, նաեւ քամին,
եւ ասենք այդ աղբը ամբողջությամբ տարածվում է, որի հետագա հավաքելը շատ ավելի դժվար է, քան ասենք հենց քաղաքացիները իրենք նորմալ աղբահանությունից օգտվելու ձևն իմանալն է։ Այ ամբողջ մայիս ամիսը մաքրության համակարգային միամսյակ հայտարարեցիք, նույնիսկ խրախուսանք էր սահմանված, այնուամենայնիվ քաղաքացիների մասնակցությունը այնքան էլ ակտիվ չէր։ Շատ եմ կարևորում քաղաքացիների ակտիվությունը յուրաքանչյուր բնակավարում։ Մի քաղաքապետն իր, ասենք, կոմունալ տնտեսության հետ անզոր կլինի, եթե մի կողմից մենք կանաչ տարածքները հնձում ենք, ծաղկանոցները սացիլավորում, ծաղկապատում, մենք էլ տեսնում ենք հաջորդ առավոտյան այդ ծաղիկները, սացիլները արդեն չկան, տարել են։ Ոչ մեկը, ոչ ոստիկանությունը, ոչ քաղաքապետարանն ինքը չի կարող, ասենք, դրանք պահպանել, եթե ինքը հասարակությունը դա չուզի։ Այսինքն հասարակությունը ինքը պետք է իրեն սաստի եւ նման արարքներ թույլ չտա։ Նույնիսկ եթե ոստիկանությունը դա հայտնաբերի 1, 3, 5, 10 սացիլի համար քաղաքացուն ոչ մի տուշ, գանգեսիմ որևէ, ասենք, ձևով մենք քաղաքացուն վնաս տալ չենք կարող, որովհետև նրա եղածը մի բան չէ, բայց փչացնում է ընդհանուր ծաղկանոցները, ընդհանուր, ասենք, կանաչապատ տարածքները, երբ որ կամ ասենք մեքենան մտնում է կանաչ տարածքները, տրորում, ջարդում, փշրում եւ դուրս գալիս։ Սա պարզապես ինքը պետք է իր ինքնագիտությամբ, գիտակցությամբ այնքան բարձր լինի, որ նման արարք թույլ չտա։ Քաղաքացիական պատասխանատվություն։ Իհարկե, քաղաքացիական պատասխանատվությունը պետք է մեր քաղաքացիների մոտ բարձրացվի։ Պարոն Դարբինյան, քաղաքի բարեկարգման ուղղությամբ աշխատանքները իհարկե տեսանելի են, փողոցների փոստային նորոգումները, այս տարի նաև կանաչ գոտիների ավելացման հանձնարարականներ եք տվել։ Այո, եթե տեսնում եք, քաղաքում բավականին լուրջ աշխատանքներ են կատարում ծաղկանոցների ձևավորման, կանաչ տարածքների հնձման, ձևավորման, բայց այնուամենայնիվ դրա համար մեծ գումարներ են հարկավոր, որը այսօր դեռ հնարավորություն չունենք, բայց այն ինչ հնարավոր է դրանից մի բան էլ ավել կատարվում է, ես պետք է նաև բացի այն, որ բողոքում ենք հասարակությունից, պետք է նաև շնորհակալություն հայտնենք այն բոլոր անհատ ձեռներեցներին, իրավաբանական անձանց, որոնք ինքնակամ իրենց շինության առջև ծաղկապատում են, կանաչապատման մասին մտածում են, իհարկե չի կարելի ասել, որ բոլորն են, որ փչացնում են, կան մարդիկ, որոնք նաև իրենց աշխատանքով, իրենց, ասենք, քաղաքական բարձր պատասխանատվությամբ, քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ օգնում են մեզ, բայց դրանք առայժմ դեռ շատ քիչ։ Պարոն Դարբինյան, աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում անընդհատ թերացումներից ենք խոսում հիմնականում, այդ պահանջկոտությունը ձեր կողմից, դա լավ արդյունք, ավելի մեծ արդյունքների հասնելու համար է, թե դուք միշտ դժգոհ եք աշխատանքից քաղաքապետարանի պատասխանատվությամբ։ Գիտեք ինչ, ես որևէ մեկը, եթե իր պարտավորությունները լրիվ կատարում է, երբեք շնորհակալություն չեմ ասում, որովհետև դա հենց իր պարտավորությունն է։ Ասենք կոմունալ բաժնի աշխատանքը ճանապարհների մաքրումն է, աղբահանությունը, լուսավորությունը, կանաչապատումը, ծաղկապատումը, ձեր տնօրենը երբևէ լավ հարցազրույց վարելու համար շնորհակալություն ասում է, հա, չի ասում, չէ, որովհետև դա ձեր պարտավորությունն է։ Իսկ ասենք աշխատանքային նիստի ժամանակ քննարկվում է բոլոր թույլ տեղերը կամ պահանջները, չէ։ Դրա համար ես որևէ մեկին շնորհակալություն չեմ ասում իր պարտավորությունները կատարելու համար։ Նրանք պարտավոր էին կատարել են, իսկ թերացումները պետք է պարտադիր, ասենք, ի հայտ բերվի եւ պահանջվի, որ այդ խնդիրները կատարեն։ Իսկ քաղաքապետարանի աշխատանքները դրանք անընդհատ շարունակական աշխատանք են, որը երբեք որևէ մեկին չի գոհացնում։ Ոչ քաղաքացիներին, ոչ քաղաքապետարանին, դուք կարծում եք բաժնի պետը ինքը իր կատարած աշխատանքից շատ գոհ է, նա էլ, որովհետև այս տարածքը մաքրեցինք, կանաչապատեցինք, ծաղկապատեցինք, մյուս տարածքները նույնպես այդ խնդիրն ունեն։ Դրա համար մենք անընդհատ պահանջողի դերում ենք, որպեսզի կարողանանք մեր, ասենք, նպատակներին հասնենք։
Պարոն Դարբինյան, քաղաքացին ինչպես դիմի քաղաքապետարան, այսինքն քաղաքապետի կամ համապատասխան բաժին դիմելու ճիշտ ձևը։ Քաղաքապետարան պետք է դիմվի, ուրեմն յուրաքանչյուր օր կարող են գնալ եւ պարոն Կարապետյանի մոտ, որը իմ խորհրդականն է սոցիալական հարցերի գծով, նա պետք է ուրեմն քաղաքապետի ընդունելության օրերը, ասենք չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերն են լինում, օրինակ վաղը ինձ մոտ ընդունելության օր է։ Նա պետք է Կարապետյան Աշոտի մոտ հերթագրվի եւ Կարապետյան Աշոտը նրան ժամը կասի, թե որ ժամին ինքը կարող է քաղաքապետի մոտ ընդունելության մտնի եւ կա ընդունելության։ Հիմնականում ինչ հարցերով են դիմում, սոցիալական թեմա։ Շատ տարբեր, եւ սոցիալական, եւ ասենք տարածքի խնդիրներով, եւ ասենք իրենց թաղամասի խնդիրներով, բավականին մեծ դիապազոն ունի ուրեմն մեր քաղաքացիների խնդիրները քաղաքապետի եւ քաղաքապետարանի հետ։ Եվ ձեր աշխատանքում այսպիսի սկզբունք եք երևի որդեգրել, որ տեղում եք ծանոթանում խնդիրների շրջայցերից մի քանիսին ներկա են եղել, այ ընդունելություն թե տեղում ծանոթանալ ավելի արդյունավետ որն եք համարում։ Երբեմն հենց ընդունելության ժամանակ է գալիս այն խնդիրը, որ ես պարտավորվում եմ գնալ տեղում տեսնել եւ տեղում լուծումներ տալ։ Բյուջեի հավաքագրումը եւս քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման է միշտ լինում, այս տեփական եկամուտների հավաքագրման առումով Վանաձորը ոնց է գնահատում։ Գիտեք ինչ, վերջին ժամանակներում բավականին դժվարացել է հավաքագրման աշխատանքները, բայց ես կուզեի մեր քաղաքացիներին եւս մեկ անգամ խնդրեմ, զգուշացնեմ, որ պարտքեր պետք չէ կուտակել։ Ի վերջո այդ խնդիրները դատական կարգով կարող ենք լուծել, բայց դատական կարգով լուծելու ժամանակ քաղաքացիները պետք է հավելյալ վճարում կատարեն նաև դատական աշխատանքները կատարելու համար։ Ես խորհուրդ կտայի, որ չհասցնել դատական, ասենք, լուծման ձևին եւ իրենց պարտքերը, եթե նույնիսկ չեն կարողանում այսօր պարտքը այնքան մեծ է կուտակվել, որ չի կարողանում քաղաքացին միանգամից վճարել կամ իրավաբանական անձը, նա պետք է գա քաղաքապետարան, պարտքի մարման գրաֆիկ գրվի եւ ասենք մինչեւ տարեվերջ իր պարտքը մարի։ Իսկ եթե ոչ, մենք դատական կարգով արդեն իրավաբանական անձանց սննկացման կտանենք եւ գումարները եւ դատական ծախսերը նա կհոգա եւ հենց քաղաքապետարանի պարտքերը, որին ես կողմնակի չեմ, բայց եթե տեսնում ենք, որ արդեն անհուսալի է դառնում պարտքը, մենք պարտավորվում ենք դատական կարգով քաղաքապետարանի բյուջեն մուծվող գումարները պարտադիր մուծել տանք, այսինքն քաղաքացիների հարկերը եւ տուրքերը պարտադիր հավաքագրման ձևն է դա։ Պարոն Դարբինյան, Վանաձոր քաղաքի զարգացման ծրագրից մի փոքր խոսենք, հեռանկարային բավականին լուրջ ծրագիր ունի քաղաքը։ Ուրեմն մենք բազմիցս քննարկել ենք Վանաձոր քաղաքի զարգացման ծրագրերը եւ եկել այն եզրակացությամբ, որ Վանաձոր քաղաքը, քանի որ մարզկենտրոն է եւ նրա շուրջը բավականին գյուղական համայնքներ կան, պետք է կենտրոնացված ձևով գյուղմթերքների վերամշակման արտադրամասեր դրվի, դա կաթի, մսի, կաշվի, այնտեղ նաև ասենք գյուղատնտեսական այլ բնամթերքների, ասենք կարտոշկայի, կաղամբի, գազարի պահածոացվի եւ պահածոների ձևով վաճառվի։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում մի քանի համաշխարհային էքսպերտների հետ, որոնք իրենց կարծիքներն են ասում, նաև իրենց փորձը եւ շատ շուտով ուրեմն նաև երկարատև ցածր տոկոսով վարկեր կունենանք, որպեսզի այդպիսի արտադրություններ տրվի Վանաձորում։ Դա քառամյա ծրագրի մասին է խոսքը, զարգացման ծրագրի։ Եվ քառամյա եւ ասենք երկարաժամկետ, ասենք զարգացման ծրագրերի մասին է, որովհետև միայն քառամյա ծրագրերով Վանաձորը չի կարող զարգանալ։ Մենք բազմամյա զարգացման ծրագիրեր ունենք, նաև ինչպես գիտեք, Եվրոռեգիոյի շրջանակներում մենք լուրջ ուսումնասիրություններ ենք կատարում, համագործակցում ենք, որպեսզի կարողանանք այս խնդիրների լուծմանը հասնենք։
Պարոն Դարբինյան, վերջին ժամանակահատվածում քաղաքի ամենամեծ ձեռքբերումը որն եք համարում, ինչ նվաճումներ ենք ունեցել, որոնցով որպես քաղաքապետ հպարտանում եք։ Ճիշտ ասած, որպես քաղաքապետ բավականին շատ պարտանալու բաներ ունենք, ասենք հենց որ մեր քաղաքի բոլոր մշակույթային կառույցները կայացան, բոլորովին վերջերս մեր հորովել համույթի 40-ամյակներ եւ ես ինձ շատ բավարարված էի զգում, որ հորովել անսամբլը կարողացավ այդ դժվարին տարիներին իր գոյությունը պաշտպանի եւ այսօր նա հանրապետության լավագույն համույթներից մեկն է հանդիսանում, նաեւ մեր կամերային երգչախումբը, մեր ուրեմն երգի թատրոնը, մեր կամերային թատրոնը, ես պետք է ասեմ, որ մեր Աբելյանի անվան թատրոնը նույնպես շատ բարձր մակարդակ ունի եւ շատ բարձր է գնահատվում հանրապետության արվեստագետ ժողովրդի կողմից, արվեստագետ հանրության կողմից, սրանք բավականին մեծ ձեռքբերումներ են, նաեւ պետք է ասեմ, որ հպարտանում ենք մենք նոր վերակառուցվող երաժշտական դպրոցով, որը ասենք մեր Վանաձոր քաղաքի երաժշտասեր հասարակությանը միշտ կարողացել է կրթություն տա եւ բավականին երկար ժամանակ նրա դռները կարծես թե փակված էր, այսօր այս տարի սեպտեմբերից կբացվի եւ նորից մեր երաժշտասեր հասարակությունը կսկսի հաճախել այնտեղ, նաեւ ասենք մեր երեխաներին կարող ենք լուրջ երաժշտական կրթություն տալ։ Բավականին մեծ նվաճումներ ունենք սպորտի բնագավառում, մեր թիվ 1 սպորտ դպրոցն ենք վերանորոգել, թեթև ատլետիկայի մարզադպրոցն է բավականին պատրաստական սաներ ուսուցանելու համար, ըմբշամարտի դպրոցին մենք ավելացրեցինք նաև բռնցքամարտի մասը, լողավազանը, սրանք մեր վերջին 10 տարիների ձեռքբերումներն են, որոնք մենք կարողացել ենք գիշեր-ցերեկ աշխատել եւ հասնել մեր նպատակներին։ Նաեւ ասենք մշակույթի տների վերանորոգումը, վերակառուցումը, սրանք բավականին լուրջ առաջընթաց են Վանաձորում։ Նաեւ պետք է ասեմ, որ ճիշտ է մեր ճանապարհները կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել, բայց փոսային նորոգումներով, ասենք նաև լուսավորելով մենք կարողացել ենք մեր քաղաքը տեսքից չգցել։ Հիմա քաղաքապետի եւ քաղաքապետանի ձեր թիմի ամենամեծ աշխատանքը առաջիկայում եւ հենց ընտրությունների հետ կապված կլինեն, ինչպես է կազմակերպվելու, ինչ ենք անել, որ այս տարվա ընտրությունները տարբերվեն։ Ճիշտն ասած, ես չեմ էլ մտածում, որ ընտրությունները մեկը մյուսից արմատական տարբերություն պետք է ունենան, բայց կարծում եմ, որ քաղաքապետարանի բոլոր աշխատողները պետք է իրենց պարտավորությունները կատարեն, եւ եթե ժողովուրդը հասկանա, որ իրոք քաղաքապետարանն աշխատում է, գիտեք, ժողովուրդը քաղաքապետին ընտրում է ոչ թե վայելքի համար, քաղաքը վայելելու համար, այլ քաղաքին եւ իր ընտրող հասարակությանը ծառայելու համար։ Եվ եթե քաղաքապետը իր թիմով չի կարողանում գոհացնել իր ժողովրդին, ուրեմն այլևս քաղաքապետ չի լինելու։ Եվ այս առումով ես ամենաբարձր գնահատականը տեսնում եմ ժողովրդի գնահատականը։ Եթե ժողովուրդը գոհ է լինում, ուրեմն նորից կընտրի, եթե գոհ չի լինի, բնականաբար չի ընտրի, եւ ժողովուրդը ամենաճիշտ գնահատողն է։ Այն ինչպես եք հասկանում գոհ է ժողովուրդը թե ոչ։ Այ լինում է օրինակ ընդունելության կան հարց չունենան, պարզապես ասեն, որ եկել են շնորհակալություն հայտնեն ինչ-որ մի կատարված գործի։ Եվ հեռախոսազանգերով եւ այցելություններով շատ է եղել, որ ասենք փողոցը լուսավորել ենք, ասֆալտապատել ենք, փոսային նորոգումներ ենք արել, կանաչապատել ենք, ծառեր նետել ենք, բավականին շատ նաեւ շնորհակալություններ է գալիս, նաեւ բողոքներ է գալիս, դրանց մի մասը հենց ուղիղ կապված է քաղաքապետարանի հետ, մի մասը գոյուղու, ջրմուղի, մյուս մասը գազի, բոլոր ծառայություններից քաղաքացին մի այսպիսի շատ ճիշտ
պատասխան ունի, պարոն քաղաքապետ, ես ջրմուղի տնօրեն չեմ ընտրել, ես Էլցանցի տնօրեն չեմ ընտրել, ես գազի տնօրեն չեմ ընտրել, ես քաղաքապետ եմ ընտրել եւ եկել եմ իմ քաղաքապետի, իմ ընտրած քաղաքապետի մոտ եւ պահանջում եմ, որ իմ այս խնդիրները լուծի։ Իհարկե նա իրավացի է եւ քաղաքապետն էլ պետք է այնքան հնարավորություն ունենա, որ այդ ծառայությունները թեպետ նրանք չեն ենթարկվում, բայց այնուամենայնիվ ինչ որ ձև գտնում ենք։ Եթե քաղաքացին ասենք գազի վարձավճարը չի մուծել եւ գազն անջատվել է, մենք հետազոտում ենք ինչի քաղաքացին վարձավճարը չի մուծել։ Եթե տեսնում ենք իրապես ի վիճակի չի եղել, մենք նրան օգնություն ենք տալիս, մենք օգնում ենք տարբեր առումներով, նրա ընտանիքի անդամներից մեկին նշանակում ենք աշխատանքի, դեպ այսօր բանվորական ուժի կարիք բավականին շատ կա, նաև շատ մեծ պահանջարկ կա մասնագետների, ասենք լավ հյուսնի, լավ զոդողի, լավ թիթեղագործի, բայց կարծես այս են մասնագիտություններն են, որոնք չկան, պատդիրի, պատշարի, քարտաշի, բայց կարծես թե մասնագիտությունները այլևս չկան, երեսապատող շատ դժվար են գտնում, կան խնդիրներ, որոնք մեզնից կախված չեն, բայց ինչ որ ձևով կամ ասում են քաղաքապետարանը ինչով կարող է աջակցել աշխատատեղերին, չէ՞։ Մենք խանութների տեղ ենք տալիս, ի վերջո այդ խանութը կառուցվելուց հետո խանութի աշխատողների համար դա հենց աշխատատեղ է։ Ճիշտ է, կամ վարսահարդարների համար վարսավիրանոցների տեղ ենք հատկացնում, դա նույնպես աշխատատեղեր են, բայց քաղաքապետարանը չի կարող գործարան կառուցել, չի կարող ասենք արտադրամասեր ստեղծել, սրանք արդեն գործարարների գործն է, որին մենք կարող ենք իհարկե շինարարության թույլտվությամբ տարածքներ հատկացնելու գործում պարզապես աջակից լինել։ Պարոն քաղաքապետ, գաղտնիք չէ, որ քաղաքապետանի աշխատանքի եւ կոնկրետ քաղաքապետի աշխատանքի մասին տպավորություն թե ճիշտ թե սխալ մեծ մասամբ կազմում են հեռուստաընկերությունների աշխատանքի արդյունքում։ Դուք միշտ ասել եք ձեր խոսքում, որ կարևորում եք լրատվամիջոցների ճիշտ աշխատանքը։ Մեկ անգամ եւս խոսենք այդ ճիշտ աշխատելավոճի մասին։ Գաղտնիք չէ, որ քաղաքապետի հետ հարցազրույց ունենալն այնքան էլ դժվար չէ, այսինքն հասանելի է թե քաղաքապետարանի համապատասխան բաժին, թե կոնկրետ ձեզ հետ ցանկացած հարց եւ քննադատությունը ինչպես եք ընդունում։ Ճիշտն ասած, առողջ քննադատությունը միշտ ողջունում եմ, բայց ես մի հոգի եմ, չէ՞, քաղաքապետը եւ կարող է այդ օրը, ասենք, բազումի ծայրամասերից մեկում տեսած չլնեմ, որ աղբահանությունը չի կատարվել։ Եվ եթե լրատվությունը կամ քաղաքացիներից մեկը վերցնում է հեռախոսը եւ զանգահարում ինձ, ես իհարկե համապատասխան մարդկանց վրա բարկանում եմ, բայց այդ քաղաքացուց կամ այդ լրատվամիջոցից շատ գոհ եմ, որովհետեւ նա անմիջական աջակցում է ինձ ճիշտ աշխատել եւ քաղաքացիների, եթե մի քաղաքացի ասենք դա տեսել է, բնականաբար մի քանիսն էլ կտեսնեն, բայց եթե հենց առաջի քաղաքացին զանգում զգուշացնում է եւ մենք այդ խորտ երևույթը վերացնում ենք, մնացածները չեն տեսնում եւ չեն դժգոհում։ Իսկ եթե դա պրոբլեմատիկ հարց է դառնում, արդեն խնդիրն այնքան է բարդանում, որ մի ամբողջ թաղամասի ժողովրդի է սկսում անհանգստացնել, բնականաբար քաղաքապետի մասին արդեն նաեւ վատ են խոսում։ Դրա համար ես շնորհակալ եմ այն բոլոր ակտիվ քաղաքացիներից եւ լրատվամիջոցներից, որոնք ինձ ժամանակ առ ժամանակ տեղյակ են պահում։ Մեկ կոնկրետ օրինակ կհիշեք, միգուցե լրատվամիջոցների օգնությամբ, որ ինչ-որ խնդիր լուծում է ստացել։ Իհարկե, շատ։ Օրինակ, ասենք, մի բազմանդամ ընտանիքի մասի հեռուստալրագրողները գնացել նկարել էին, մենք նրանց հանեցինք այդ պայմաններից վարձակալական բնակարան վարձեցինք եւ նրանց տարանք, կամ ասենք ծայրամասերում այդ աջիկական թաղամասում փոս կար, որը ասենք մեքենաները չէին կարողանում այլևս փոսին մոտենալ եւ ով որտեղ ցանկացել են տեղել թափել էր, քաղաքացիները զանգահարեցին ինձ եւ ես մեխանիզմ ուղարկեցի, միանգամից լրիվ մաքրվեց, բոլորովին վերջերս տարուն 4-ում ասենք համատիրության նախագահի իհարկե այնտեղ
մի քիչ խնդիր կար քաղաքապետին դիմելու, քաղաքապետի հետ աշխատելավոճ ճիշտ գտնելու համար, բայց այնուամենայնիվ գնացինք, լսեցինք եւ աղբարկղների կողքերը մաքրվեց, հիմա ասել եմ աղբարկղների տեղերի հաշվարկ կանեն եւ գումարի մի մասը մենք, մի մասը իրենք կվճարեն եւ կկառուցենք, նաեւ աղբահանման կետը տաջիկական թաղամաս տանող ճանապարհը կվերանորոգենք, այնտեղ տրանսպորտի ժամը 1 տրանսպորտ լինելու հարցը կլուծենք, նաեւ լուսավորության, որովհետեւ տաջիկական շենքեր գնացող ճանապարհը մութ է եւ գիշերային ժամերին վտանգավոր է այնտեղով գնալ։ Այսինքն երթուղի կգործի։ Եվ երթուղի նաեւ ասենք հետիոտների համար գոնե ճանապարհը լուսավորված կլինի եւ թափառող կենդանիներ կամ գայլեր մարդկանց վնաս չեն տա։ Այսինքն արդյունավետ շրջայց եք կատարել դրանից։ Հա, մենք ասենք նաեւ ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հետ իր թաղամասերը շրջեցինք եւ այնտեղ Վանաձորյանն իհարկե ոչ թե նաեւ գիտեք մի քանի յուղական համայնքներ էլ կան, բայց այդ խնդիրները մենք արդեն վաղը մյուս օրը կսկսենք կյանքի կոչել, ճանապարհների ասֆալտապատում, տանիքների վերանորոգում, լուսավորության աշխատանքներ։ Պարոն Դարբինյան, աղբահանության հետ կապված մի մտահոգիչ հարց էլ մեր հեռուստաընկերությունն էր բարձրացրել Դարպաս համայնքի վարչական տարածքում, որ այնտեղ մեծ աղբակույտեր էին գոյացել։ Ես որքան գիտեմ, դուք նույնպես խնդրում իրազեկ եք, հետաքրքրված եք եւ հիմա ինչ իրավիճակ է։ Գիտեք ինչ, այնտեղ ինչ որ կազմակերպություն եկավ, ասենք վարձակալեց մեր աղբի քանակությունը եւ միանգամից հրաժարվեց։ Հիմա խնդիրը կապված է այդ ձեռնարկության հետ, ոչ թե քաղաքապետարանի, մենք բանակցություններ ենք վարելու այդ տղայի հետ եւ եթե տեսնենք, որ արդյունքի չենք հասնի, գոնե մենք մեր ուժերով այդ աղբի քանակությունը կհանենք կամ լուծում կտանք, ինչ որ լուծում կտանք չենք թողնի այդ։ Որովհետեւ բնակիչները բողոքում են, որ շոքերի հետ անտանելի կդառնա, այդտեղ բացի այդ արոտներն են։ Հա, մենք կամ կտեսնենք հողով կծածկենք եւ այնտեղ բուսականություն կլինի կամ եթե կտեսնենք, որ անհնար է նման խնդիրներով լուծել, մենք կբարձենք եւ կտանենք աղբաթափման։ Պարոն Դարբինյան, եւ քաղաքապետարանի թափանցիկ աշխատանքի հետ կապված մեր առաջարկը մեր կողմից արված առաջարկը ձեր կողմից ընդունվեց, խոսքը քաղաքապետարանի լրատվության բաժնի կողմից նոր հեռուստա հաղորդում սկսելու մասին է։ Խնդրում եմ դուք ինքներդ մանրամասնեք, նախ շնորհակալություն մեր առաջարկը ընդունելու համար, բայց խնդրում եմ դուք խոսեք։ Ճիշտն ասած, նաև շնորհակալություն եմ հայտնում ձեր հեռուստաընկերությանը, որ մտահոգված է Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելու, ժողովրդի ավելի իրազեկ դարձնելու համայնքի աշխատանքների հետ եւ ճիշտն ասած դա արդեն ժամանակի խնդիր էր դարձել եւ ձեր տնօրենը շատ հետաքրքիր առաջարկ արեց Վանաձորյան օրեր հաղորդաշար անցկացնելը եւ մենք համաձայնություն տվեցինք, որպեսզի մենք համատեղ աշխատենք։ Իհարկե ես միաժամանակ պետք է աշխատեմ Վանաձորյան մյուս հեռուստաընկերությունների հետ եւ Միգի եւ Լորի, բայց ես գոհ եմ 3 ընկերություններից էլ նորից եմ ասում առողջ քննադատությունը ընդունում եմ, նաև ասենք կարող ենք համագործակցել, որպեսզի բաց տեղեր չունենանք։ Ինչպիսին եք պատկերացնում այդ հաղորդաշարը։ Մենք կարող ենք, ասենք, շաբաթվա մեջ կես ժամ տրամադրել ամբողջ Վանաձոր քաղաքում այդ շաբաթվա կատարած բոլոր աշխատանքներին եւ ժողովուրդը իրազեկ լինեն։ Ի վերջո համայնքը, քաղաքապետարանը աշխատում է հենց համայնքի համար եւ համայնքն է նրա գնահատական տվողը, բայց շատ հաճախ, ասենք, բազում թաղամասում ապրողը տեղյակ չի, թե ասենք տարուն 2-ում կամ տարուն 4-ում ինչ է կատարվում, կամ տարուն 4-ի բնակիչը բազում դիմաց թաղամասերի աշխատանքներից անտեղյակ է եւ ես գտնում եմ, որ այդ հաղորդաշարերի միջոցով քաղաքը, մեր համայնքի բոլոր բնակիչները արդեն տեղեկացված կլինեն, թե համայնք, ասենք, քաղաքապետարանը ինչպես է աշխատում։
ինչ աշխատանքներ է տանում։ Ճիշտ ասած, մեր եթերում արդեն նախատիպը կա նման հաղորդաշարի, խոսքը Մարզպետարանի ժամ հաղորդաշարի մասին է։ Հիմա երևի կշկնակի մենք կորոշենք մեր հաղորդման անունը ինչպես կդնենք, Վանաձորյան օրեր, թե այսօր Վանաձորը, թե ինչ որ մի հստակ անվանակոչում կանենք, որպեսզի ժողովուրդը դառնա ժողովրդի համար սիրելի հաղորդում։ Մեկ անգամ ևս շնորհակալություն մեր առաջարկը ընդունելու համար, կոնկրետ հաղորդման հետ կապված, իհարկե մենք նույնպես ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղորդումը կայանա եւ ինչպես դուք նշեցիք, դառնա վանաձորցիների սիրելի եթերաժամը եւ սպասեն այդ ժամին, որպեսզի դիտեն եւ իրենց առաջարկներով միգուցե օգնեն հաղորդման կայացմանը։ Նաեւ ես կուզեի, որ այդ հեռուստաժամի ժամանակ կարողանան քաղաքացիները զանգահարել կամ նույնիսկ ոչ այդ ժամանակ զանգեն հեռուստաընկերություններին եւ առաջարկություններ անեն եւ իրենց խնդիրների մասին տեղեկացնեն մեզ։ Մենք գիտեք ինչ, չենք թողնի, որ խնդիրները սրվեն։ Քաղաքապետարանը հենց դրա համար է, որ յուրաքանչյուր առաջացած խնդրի լուծում անմիջապես տա։ Եվ մենք պարզ ասեմ համագործակցում ենք մեր քաղաքում գտնվող բոլոր ասենք ծառայությունների հետ եւ ջրմուղի եւ գազի եւ ասենք էլեկտրական ծառայություն մատակարարողների եւ այն խնդիրները, որոնք կապված են այս ձեռնարկությունների հետ, մենք անմիջապես կլուծենք։ Նաեւ քաղաքապետարանը իհարկե առաջնահերթ իր խնդիրները կլուծի։ Պարոն Դարփինյան, բնակիչների հետ շփվելուց հիմնականում հասկանում ենք, որ ծայրամասային թաղամասերի բնակիչները իրենց փոքր-ինչ լքված են զգում եւ անտեսված։ Այ ինչպես է կանում, որ քաղաքի ուշադրությունը հերիքի բոլոր թաղամասերին եւ կենտրոնից դուրս գան։ Ճիշտն ասած, դա այսօր մեզ համարել է շատ բարդ խնդիր, որովհետեւ մեր հնարավորությունները այնպիսին են, որ մինչեւ քաղաքի կենտրոնական փողոցները, կենտրոնը բարեկարգում ենք, արդեն բյուջեի հնարավորությունները ավարտվում են, բայց այնուամենայնիվ եւ բացի մեր հավաքագրումից կառավարությունը երկրի նախագահը հոգ է տանում նաեւ այդ մասին եւ պետք է ասեմ, որ վերջին 3 տարիների ընթացքում 10-11-12 թվականներին 1 միլիարդ 310 միլիոն դրամ արդեն իսկ հատկացում է արվել, որ ամբողջ աշխատանքները հիմնականում կատարվում են ծայրամասերում։ Դուք օրինակ տեսաք, տարոն 4 բարձրացող ճանապարհի խնդիրը դրվեց, լուծվեց, լուսավորության հարցը դրվեց, լուծվեց, գերեզմանների պարսպապատման հարցը դրվեց, լուծվեց, ասենք ուկրաինական փողոցի լուսավորության հարցը լուծվել էր, ճանապարհի ասֆալտապատման հարցը լուծվեց, իհարկե սա վերջնականը չի, սա դեռ սկիզբն է, կամ ասենք ես հենց նոր ասեցի, որ նորից կառավարությունը միջոցներ է հատկացրել 150 միլիոն դրամ Վանաձորյան ճանապարհները ասֆալտապատելու, նաև պետք է ասեմ, որ օրինակ հենց հիմա Կամոյի փողոցն ենք մենք ասֆալտապատում ու փոսային նորոգումների տեսքով, բայց այնուամենայնիվ բարեկարգում ենք եւ բավականին նորից ծայրամասային փողոցներ ունենք եւ 11 ծայրամասային փողոցներ լուսավորեցինք, դեռ ծրագիրը շարունակվում է, ասենք Բաղրամյան փողոցի շարունակությունն Արեկացին լրիվ լուսավորեցինք ծայրից ծայր, ինչպես գիտեք, նա պետական միջոցներով արդեն իսկ ասֆալտապատվել էր մի 2 տարի առաջ, այնպես որ նաև այդ Կոնգո կոչվող թաղամասում 3 շենքեր կային, որոնց բնակիչները ասում էին լքված են, SNN-ն լուսավորեցինք այդ շենքի բակերը, բավականին երկար տարածություն էր եւ լույս չկար, հիմա արդեն լուսավորված է այդ շենքերից մեկի տանիքը մեր պատգամավորության տեխնաց ու Արկադի Համբարձումյանը վերանորոգեց, նաև ասեմ, որ պատգամավորները եւ Կարեն Սարիբեկյանը եւ Արկադի Համբարձումյանը բավականին լուրջ աշխատանքներ կատարեցին մեր բնակիչների համար եւ այս գործընթացը անընդհատ է լինելու։
Պարոն Դարբինյան, որպես մեր այս ամբողջ զրույցի ամփոփում, ոչ որպես քաղաքապետ, որպես Վանաձորի բնակիչ, եկեք կողքից նայենք մեր թիմ մարմինների աշխատանքին, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, ինչպես եք գնահատում, հա, Վանաձորն այսօր, ինչպես եք գնահատում։ Գիտեք ինչ, գնահատել դա շատ բարդ բան է, որովհետև ես մի քանի անգամ հեռուստաեթերներում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, Վանաձորի ամբողջ խնդիրները լուծելու համար մեզ պետք է տարեկան 20 միլիարդ դրամ, բայց մենք հավաքագրում ենք դրա ընդամենը 10%-ը եւ պետք է ասեմ, որ այդ 10%-ի եւ պետության կողմից տրված դոտացիայի միջոցներով մենք 62 հիմնարկ ձեռնարկություն ենք ֆինանսավորում եւ աշխատավարձերը եւ պահպանման ամբողջ ծախսերը քաղաքապետարանի այդ 2 միլիարդ 250 միլիոն դրամից է գնում, նաև ասենք քաղաքի ճանապարհների, ասենք վերանորոգումը, փոսային նորոգումները, գծանշումները, կանաչապատումը, ծաղկապատումը, այդ բոլոր ծախսերը մեր ունեցած գումարը ընդամենը այդ է։ Դրա համար գնահատական տալ, ես գիտեք ինչ, հնարավորությունների սահմանում շատ բարձր եմ գնահատում, բայց որպես կատարած աշխատանքներ բավականին իրական կատարելիք աշխատանքներից հեռու ենք։ Կա ինչ-որ խնդիր, ինչ-որ թեմա, հարց, որը դուրս մնաց զրույցից, բայց կարևոր եք համարում։ Գիտեք ինչ, բոլոր հարցերն էլ ես որպես քաղաքապետ բոլոր հարցերն էլ կարևորում եմ եւ քաղաքապետարանի համար չկա մի հարց, որը կարևոր չէ։ Այդպես է թե ոչ։ Այդպես է։ Կոնկրետ քաղաքապետարանի աշխատանք ասածը մեծ ու փոքր խնդիրներ չի ունենալու, բոլոր խնդիրներին լուծում է տալու։ Մեկ անգամ եւս շնորհակալություն մեր առաջարկն ընդունելու համար, շնորհակալություն, որ այսօր մենք շնորհակալ ենք։ Ես կարծում եմ, որ սա բարբերաբար կլինի։ Սա եւ սպասենք մեր նոր հաղորդաշարի կայացմանը, հետագայում ձեր կարծիքն էլ կիմանանք, ձեր գնահատականը, թե մեր աշխատանքի եւ թե ձեր աշխատանքի։ Մենք համատեղ ենք աշխատելու, բնականաբար եւ թերությունները մերը կլինի եւ առաջընթացը։ Այսինքն եւ քաղաքապետարանին է եւ քաղաքում գործող բոլոր հեռուստաընկերություններին է, որովհետեւ ես չեմ պատրաստվում մեկ հեռուստաընկերության հետ աշխատել։ Ես պատրաստվում եմ 3 հեռուստաընկերությունների հետ էլ նորմալ համաչափ աշխատանք տալ։ Ինչպես որ եղել է մինչ այդ։ Շնորհակալություն պարոն քաղաքապետ, շնորհակալություն մեր քաղաքին նոր հաջողություններ մաղթենք, ձեզ էլ արդյունավետ աշխատանք ձեզ եւ ձեր թիմին։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօրին տեսադաշտում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն էր, մենք դեռ կհանդիպենք, մնացեք մեր տեսադաշտում։